Տվյալ անձինք ձեր նշած երկու դեպքում էլ ունեցել հոգեբուժական ծանր խնդիրներ, ակնհայտ է, որ այդ օղակը չի աշխատում, այսինքն վերահսկողություն լուրջ չի իրականացվել, մենք մասնագետների խնդիրներ ունենք ու դա նաև վերաբերում է հոգեբուժությանը, ակնհայտ է, որ այստեղ հոգեբուժական օղակը ճիշտ չի գործել, այո, ճիշտ չի գործել։ Արմինու Ռայեմի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանին։ Պարոն Նազինյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Պարոն Նազինյան, այսօր ուզում եմ միասին քննարկենք վերջին շրջանում կատարվող սպանությունների հիմնական պատճառների մասին, որը ուղիղ առնչություն ունի ձեր նախկին աշխատանքի հետ, որոնցից է օրինակ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, երբ սպանում են ընտանիքի անդամներին կամ սպանում են հասարակության այլ անդամների, դեպքեր կան 3 թարմ դեպք է Գյումրիում տեղի ունեցավ, որդին 37-ամյա սպանել էր հորը եւ մորը, նմանատիպ մի դեպք եղավ Արամուսում, երբ սպանել էին 4 անձի, ինչից է մեր հասարակությունում ստեղծվել այս երևույթը, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք ճակերտավոր եւ կոպիտ ասված ազատության մեջ են։ Գիտեք, ոնց ընդհանրապես թե հոգեբուժականության մասին օրենքով, նաև համապատասխան մեկ այլ իրավական կարգավորում գոյություն, դա առողջապահության նախարարի հրամանն է համապատասխան հոգեբուժական օգնությունը կազմակերպելու վերաբերյալ թե արտահիվանդանոցային, թե հիվանդանոցային օղակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող պացիենտները պայմանավորված իրենց կարիքներով կարող են լինել նաև ոչ հիվանդանոցային պայմաններում, բայց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պարտադիր թե հոգեբուժականության մասին օրենքով, թե առողջապահության նախարարի համապատասխան հրամանով անպայմանորեն հաշվառվում են արտահիվանդանոցային ծառայություն տրամադրող հաստատությունների կողմից, մասնավորապես Երևան քաղաքում դա Ավան հոգեկան առողջության կենտրոնի դիսպանսերային բաժանմունքն է, եւ իսկ մարզերում մարզային հաստատությունները, օրինակ Շիրակի մարզում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերը, Սյունիքի մարզում դա Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերն է, որը գտնվում է Կապան քաղաքում։ Մնացած մարզերում, որտեղ ստացիոնար ունեցող հոգեբուժական կազմակերպություններ, այսպես ասած, գոյություն չունեն, տվյալ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ հաշվառման մեջ են գտնվում համապատասխան կաբինետներում հոգեբուժական։ Դա ըստ օրենսդրության։ Բայց այդ հաշվառումը ինչ է իրանից ենթադրում։ Հաշվառումը իրանից ենթադրում է նաև որոշակի վերահսկողություն այդ մարդկանց նկատմամբ, այսինքն մարդիկ, ովքեր ունեն հատկապես քրոնիկական հոգեբուժական խնդիրներ, որոնք բուժում են ստանում ստացիոնարային պայմաններում, դուրս գրվելուց, լավացումից եւ դուրս գրվելուց հետո հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալուց եւ դուրս գրվելուց հետո իրանք պետքա վերահսկվեն եւ վերահսկվեն իմ նշած Երևան քաղաքում դիսպանսերներն են դրանք, այսինքն այսինքն կաբինետների կողմից, որոնք վերահսկողությունը իրականացվում է այն առումով, որ սրացման արկայության դեպքում ախտադադարի, այսինքն այդ պացիենտները երբ որ բուժվում դուրս են գնում, իրանք ռեմիսիայի մեջ են, ախտադադարի մեջ են, իդեալական պայմաններում։ Ես չեմ հաշվում այն դեպքերը, երբ որ հնարավոր է, որ այդ մարդիկ թերի են բուժվել։ Ու ստանալարժության, ասենք, դեղորայքային բուժում է նշանակում արտահիվանդանոցային պայմաններում կամ պահպանողական բուժումն է շարունակվում եւ այլն, կամ էլ որևէ բուժում չի իրականացվում, բայց հանկարծ եթե տվյալ անձի մոտ օրինակ հոգեբուժական խնդրի սրացում արինում, այդ մարդիկ նորից ուղեգրվում են հիվանդանոցային պայմաններում բուժվելու, եթե դա արտահիվանդանոցային պայմաններում բուժելու դեպք չի, այսինքն այսպես ասած, գնալ գալով, չէ, ամբուլատոր պայմաններում բուժվելու դեպք չի, դեպքում տվյալ բժշկի կողմից ուղղորդվում են, այսպես ասած, ստացիոնարային պայմաններում բուժվելու։ Դա հիմա ակնհայտ է, որ իրական ձեր նշած դեպքերի հետ կապված, ու քանի որ մենք կարող ենք արդեն եզրակացնել, որ տվյալ անձինք ձեր նշած երկու դեպքում էլ ունեցել հոգեբուժական ծանր խնդիրներ, դրա արդյունքում էլ այս մահվան դեպքերը մենք ունեցել ենք, ցավալի դեպքերը, ակնհայտ է, որ այդ օղակը չի աշխատում, այսինքն վերահսկողություն լուրջ չի իրականացվել եւ այս մարդկանց մոտ սրացումներ է տեղ ունեցել ու դա ենթադրաբար չի վերահսկվել եւ ենթադրաբար սա իհարկե համակարգային խնդիր է, որտեղ մենք չենք կարող բացառել, որ վերջին դեպքի հետ կապված, օրինակ մամուլում տեղեկություն կար, որ ինքը նոր էր դուրս գրվել, վերջին շրջանում բուժվել էր, դուրս էր գրվել, Գյումրու դեպքի մասին է խոսքը, շատ չի կարելի բացառել, որ իր բուժումը օրինակ իրականացվել է թերի, ինքը լիարժեքորեն չի բուժվել։
Որտեվ ասեմ ձեզ, որտեվ հոգեբուժությունը այն դիսցիպլինան է, այն ուղղությունն է, որի դեպքում շատ դժվար է վերահսկել կոնկրետ բժշկական օգնություն տրամադրողի որոշումներն ու եզրակացությունները։ Օրինակ, սոմատիկ հիվանդությունների դեպքում, երբ որ օրինակ մարդու մոտ քիթ կոկորտականջի խնդիր է, չէ, թոքաբոր B եւ այլն, մենք նյութական իմաստով դա տեսնում ենք վիզուալ, չէ, ռենտգենն, հետազոտությունից, իսկ հոգեկան առողջության դեպքում ամեն ինչը մի քիչ դժվար վերահսկել է այդ առումով։ Դրա համար բնական է, որ այս երկու դեպքում էլ իմ նշած օղակները թերացել են, թե դա հիվանդանոցային օղակում տվյալ մարդիկ լիարժեք բուժում չեն ստացել, թե արտահիվանդանոցային օղակում օրինակ վերահսկողություն լիարժեքորեն չի իրականացվել, դա բարդ հասել, բայց ակնհայտ է, որ այստեղ համակարգային լրջագույն խնդիր կա այդ իմաստով։ Համակարգային համոզված եմ, դրանցով չի եզրափակվում, իրենք ունեն իրենց վերին օղակը, որը նախարարությունն է։ Ըստ այդմ ո՞րն է նախարարության թերացումը, համապատասխան հրամաններ նշված կենտրոններին չեն տալիս, նշված բաժանմունքներում մասնագետների պակասն է, ինչն է խնդիրը, որ մենք այսօր բախվում ենք նման խնդիրներին ու դրա արձագանքը պարզապես արձանագրեցինք ու անցանք ու ոչինչ չի փոխվում։ Ասեմ ձեզ, իրականում հոգեբուժական ոլորտի հոգեկան առողջության հետ կապված մեր իրավակարգողները իրականում բավականին լավն են, բայց այո, հաճախ ոնց որ բազմաթիվ այլ իրավական ակտերի դեպքում դրանք էլ մնում են տես թղթի վրա գրված։ Որտեվ այդ իրավական ակտերը, որոնք մշակվել եւ ընդունվել են, նույն հոգեբուժական օգնության մասին օրենքը, նույն առողջապահության նախարարի հրամանը, այդ իրանց բժշկական օգնության վերաբերյալ հրամանը, հոգեբուժականության վերաբերյալ հրամանը, որով կարգավորվում է արտահիվանդանոցային եւ ստացիոնար ծառայությունները, դրանք բազմիցս ուսումնասիրված միջազգային փորձի արդյունքներով գրված, այսպես ասած, մշակված իրավակարգավորումներ են։ Այլ խնդիրը մասնագետների պակասը կամ օրինակ մասնագետների որակները։ Մենք իհարկե ցավոք սրտի մենք բոլորս էլ գիտենք, որ ուղղություններ կան Հայաստանում, առողջապահական ուղղություններ կան, որոնց դեպքում մենք մասնագետների խնդիրներ ունենք, ու դա նաև վերաբերում է հոգեբուժությանը եւ առաջին հերթին վերաբերվում է հոգեբուժությանը, որովհետեւ որը մեկի համար գաղտնիք չէ, որ պետական հաստատություններում հոգեբուժները բավականին ցածր են վարձատրվում ու մրցունակ աշխատավարձ չեն ստանում, եւ եթե մենք համեմատենք օրինակ հիվանդությունների հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի աշխատակիցների, դա Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնն է, նախկին Նուբարաշենի հոգեբուժական, այսպես ասած, նույն Ավան հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը, նաև չմոռանանք եւս մեկ մեծ կառույց, Սևան հոգեկան առողջության կենտրոնը, որը էլի գտնում է առողջապահության նախարարության ենթակայքում, առհասարակ ապրիլ ամսից մեր բոլոր հոգեկան առողջության կենտրոնները պետական գտնվում են Նաև բժշկական կենտրոնները նախարարության նաև մարզային հոգեկան առողջության կենտրոնի նշած 3 մարզերում էլի գտնում են առողջապահության նախարարության ենթակայության բոլորին բարձ է որ այդ մեր թե ունենք մասնագետների պակաս, այդ մասնագետների պակասն ինչից է գալիս։ Ես հիմա կարող եմ փաստել, որ հոգեբուժական մասնագիտություն ձեռք բերած, հոգեբուժ դարձած, հոգեբուժական օրդինատուրա ավարտած բազմաթիվ երիտասարդներ Հայաստանից գնում են արտերկիր, մասնավորապես օրինակ շատ հեշտ է տեղավորվել օրինակ Գերմանիայի Դաշնությունում, շատ շատերը գնում են արտերկիր պայմանավորված նրանով, որ ստեղ բավարար չափով, այսինքն մրցունակ աշխատավարձ չեն ստանում, իհարկե։ Ու դրանք բազմաթիվ են այդ դեպքերը, իհարկե ստեղ նաև մարզերում ռեալ կա պակաս հոգեբուժների, ու դա ելի եմ կրկնում, որը մեկի համար գաղտնիք չէ։ Այս հայտնի դեպքերից, սպանություններից հետո կարող ենք արդյոք Ծափաթաղի 3-ամյա երեխայի սպանությունը եւս վերագրել հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդու նկատմամբ անուշադրության մատնումից երևի, որովհետեւ այստեղ գալիս է պետական կառույցների գործը, որ բաց թողումներ են ունեցել, արդյոք այս մասով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը բաց չեն թողել ինչ-որ պարտավորություններ, որոնք այդ ընտանիքի նկատմամբ պետք է արվեին։ Դե մենք պետք է իմանանք ընդհանրապես ինչ է։ Նախ սկսենք նրանից, որ դա կներեք, դա որևէ նորմալ մարդու գլխի մեջ չի տեղավորվում, ոնց է հնարավոր ընդհանրապես երեխային սպանել, հենց երբ որ այդ երեխան քո սեփական երեխան է, բայց ստե ասել դա ինչ-որ հոգեկան առողջության խնդիր եղել եւ այն, ես չեմ կարող դա ասել դա։ Կարծում եմ նմանատիպ դեպքերում դատա հոգեբուժական փորձակնություն է իրականացվում եզրակացության գալու համար, ես կարծում եմ այս դեպքում էլ դա բնականաբար քննիչի որոշմամբ կիրականացվի, կարծում եմ։
Ինչ վերաբերում է ձեր նշած էլի այս դեպքին, չէ, դա փաստորեն ես ինչքան մամուլից տեղեկացել եմ, իրանք սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիք են եղել, բազմազավակ, եթե չեմ սխալվում, որտեղ ոնց հասկանում եմ ենթադրելի է, որ միշտ որոշակի կոնֆլիկտներ են եղել եւ դե գիտեք ոնց սա ընդհանրապես համակարգային խնդիր է։ Սա ոչ առողջապահության առանձին, ոչ սոցիալ նախարարության, ոչ նույնիսկ իրավապահ մարմինների ինչ-որ կոնկրետ չես կարող ասես, կոնկրետ չես կարող ասես։ Դա գիտեք ոնց, դա կուլտուրա է։ Օրինակ Թաղայինը գիտեր, որ այդ ընտանիքում խնդրեմ կա։ Ասում են գիտեր, համայնքապետը գիտեր, Դե համայնքապետը գիտեր, համայնքներում գոյություն ունի, ես եթե չեմ սխալվում, համայնքներում գոյություն են սոցիալական։ Օրինակ մենք ես կախվածություն կենտրոնում աշխատելու շրջանում մի քանի դեպք եղել է, երբ որ թաղապետարաններն են բարձրաձայնել խնդիրը իրանց բնակչի հետ կապված։ Օրինակ եղել է ասես դեպքեր, ես հիշեցի օրինակ աղջիկ երեխայի հետ կապված, որը կասկածներ ունեն, որ թմրամիջոցագործածում իրանք են ուղղորդել այդ երեխուն մեր մոտ եւ այլն։ Հա իհարկե համայնքապետարանները պետք է դա տեղեկացնեն իրավապահ մարմիններին կամ իրանց մոտ օրինակ կա բաժիններ կան, ստորաբաժանումներ կան, որոնք են զբաղվում այս հարցերով։ Պարոն Ազինյան, հարցն ինչու է կայանում։ Եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողներն այսօր սպանություն են գործում, այս ամբողջ շղթայի ո՞ր օղակն է թույլատրել այս դեպքում։ Հոգեբուժական առողջության հետ կապված։ Հոգեկան առողջության հետ բնականաբար դա այդտեղ առողջապահական կոմպոնենտն է թերացել։ Ինչ պետք է գնային իրանց տանը, ինչ հսկողություն։ Չեն հետևել այդ մարդուն։ Այդ մարդը իրանց բնակիչն է հաշվառված իրանց մոտ։ Իրանք քաղվածք են ստացել ինչ որ հաստատությունից, որտեղ այս մարդը բուժում է ստացել կամ ախտորոշում է, չէ՞, իրանք քաղվածքը պացիենտի հետևից գալիս է։ Քաղվածքը գրվում է, պացիենտի հետևից գալիս է, ամրացվում է իր ամբուլատոր քարտի մեջ։ Այդտեղ հոգեբուժական կաբինետի բժիշկը կլինի կամ դիսպանսերային ծառայության բժիշկը ինքը պետք է պացիենտին տեսնի։ Այսինքն դուրս գրված պացիենտին տեսնի այդ քաղվածքում ինչ է գրված։ Այլ հարցը թե այդ քաղվածքում ինչ է գրված։ Կարող է այդ քաղվածքում գրված է, որ այս մարդը դուրս է գրվել լավացումով եւ վտանգ չի ներկայացնում իր համար կամ իր շրջապատի համար եւ հոգեպես առողջ է կամ լավացած է, բայց դա իրականությանը չի համապատասխանել։ Բայց այս դեպքում էլ ինքը պետքա տեսներ, չէ՞ օրինակի համար։ Հիմա ես չեմ կարող բացառել, որ օրինակ վերջին դեպքի հետ կապված այս տղան օրինակ միգուցե էլի է կոնֆլիկտներ ունեցել, բայց չեն բարձրաձայնել իրավապահ համակարգը, չի իմացել կամ իմացել են օրինակ իրավապահները ձայն չեն հանել, ընթացք չեն տվել, այսպես ասած, ծնողների խնդրանքով կամ կավացնողների խնդրանքով չի եղել։ Հաճախ լինում է այդպես դեպքեր, երբ օրինակ հոգեբուժական բրիգադա են կանչում, հոգեբուժական բրիգադան գնում է ու շատ դժվար է դիֆերենցիալը։ Չէ, ասում են, օրինակ կարող է հարևանը չակերտներով ասած գործասարքում գլխին եւ այլն։ Այնքան խնդիրներ կարան լինել, որ ասելու չի։ Կոնկրետ այս դեպքի հետ կապված եմ ասում։ Բայց ակնհայտ է, որ այստեղ հոգեբուժական օղակը ճիշտ չի գործել։ Այո, ճիշտ չի գործել, որովհետեւ եթե օրինակ այդ Արամուսի դեպքի հետ կապված ես հիմա չեմ հիշում այնտեղ այդ մարդը բուժում ստացել հոգեբուժական հաստատությունում թե չէ։ Այս դեպքում ակնհայտ է, չէ՞ որ այդ մարդը բուժվել դուրս է գրվել։ Ու նախկինում տեղեկացա, որ նախկինում էլի նման դեպքեր եղել, երբ որ իր հայրիկին փորձել էր դանակահարել։ Դե այս դեպքում այդ մարդը պետքա, եթե դուրս է գրվել արդեն, ինքը պետքա լուրջ վերահսկողության տակ լինի, նույնիսկ ըստ պահպանողական դեղամիջոցներ ստանա։ Որը չի արվել այս Դե բնականաբար, եթե սա այս դեպքը տեղի ունեցել, ուրեմն չի արվել այդ ամենը, այսինքն այս օղակը թերացել է։ 3 տարեկան երեխայի ցավալի դեպքի հետ կապված ես այս արդեն համակարգային խնդիր է։ Երբ որ այդ ընտանիքը նախ անապահով է, չէ՞, համայնքը գիտի, չէ՞ որ ասենք, չգիտեմ, 10 երեխա ունեն կամ կոնկրետ այս դեպքում չեմ ասում։ Ընտանիքում բնականաբար հարաբերությունները չեն կարող նորմալ եղածել, ասենք այդ մարդը հարբեցողությամբ է զբաղվում, ընտանիքի հայրը կամ մայրը եւ այլն։ Այս դեպքում իհարկե համայնքի նշանակությունը համայնքապետարանների սոցիալական այսպես ասած պարտավորությունը հենց դա է, որ զբաղվեն այդ հարցերով։ Ոնց որ օրինակ ես իմ բերած դեպքով շատ իրականում իմ համար տարօրինակ եւ զարմանալի էր, որ իմ նշած 15 տարեկան աղջկան կախվածությունների կենտրոն տարուկես առաջ էր, եթե չեմ սխալվում, ուղղորդել էր հենց օրինակ Արաբկիրի թաղապետարանը։ Ու ընդ որում տվյալ երեխան կենտրոն էր այցել ոչ թե ծնողների հետ, այլ սոցիալական աշխատողի հետ թաղապետարանի։ Սա օրինակելի դեպք է, ասենց պետք է արվի։ Ընդ որում Արաբկիրը չես համեմատի, էլի, Արաբկիրի բնակչության թիվը չես համեմատի, օրինակ գյուղական համայնքի թվականակի հետ։ Շնորհակալություն, պարոն։ Ես եմ շնորհակալ եմ, աջան։